Բարև ձեզ Տիկին Գևորգյան, շնորհավոր հաղթանակների օր, դուք որպես զինվորական, որպես բանակի հավատարիմ մարդ, այսօր ինչ կասեք հայ ազգին։ Այսօր ամեն տարի այսօրը շատ մեծ շքով զինվորականների կողմից նշվել է եռատոնը։ Եվ այսօր ես ձեզ ասեմ, շատ ցավով նայում եմ, երբ փոխնախարարին հարց են տալիս, իսկ Շուշիի ազատագրման օրն է, այսօր դուք ոչինչ չունեք ասելու, եւ ինքը փորձում է հարցից անտեսի։ Շատ ցավալի է, որ սենց է, որ այսօր չեն նշում Շուշիի տոնը, չեն նշում եռատոնը եւ ընդհանրապես մոռացել են անգամ մեծ պատերազմյան այդ հաղթանակի օրը։ Շատ ցավալի է, ինչ ասեմ, տա Աստված, մյուս տարի այսօրը մեծ շքով հաղթանակով նշենք, ինչպես նշել ենք տարիներ առաջ, երբ արդեն այս ապիկար իշխանությունը կհեռանա այստեղից։ Շատ ցավում եմ, նաև փառք եմ տալի եւ 41 թվականի հայ մեր վետերաններին եւ նահատակվածներին քարորյային եւ 44-ուրյային, չէ, որ իրենց շնորհիվ է, որ մենք տոնում ենք այս եռատոնը, իրենց շնորհիվ է, որ մենք այսօր ապրում ենք, գոյատևում ենք, իրենց շնորհիվ է դա։ Տիկին Գևորգյան, ինչից այդպես ստացվեց, որ այժմ հայ ազգը նույնիսկ մոռացության է տվել իր հաղթանակների օրը, չէ՞ որ ամեն դեպքում մենք միշտ հիշում եւ պատվում էինք եւ մեր հաղթանակները եւ ընկած հերոսներին։ Իշխանությունից, քանի որ իրենք համարում են, ես չեմ զարմանա, ասեմ, որ վաղը միսօր եռաբլուրում մեր նահատակված հերոսներին էլ ասեն, դավաճան են իրենք եղել, իշխանություններին ինչ իրենց կրիոսնի ածեցը թելադրում է, իրենք այդպես է կատարում են, 18 թվականից մինչև այսօր բոլոր մեր տոները, մեր հաղթանակները ամբողջը վերացրեցին, անգամ իրենք վերացրեցին Պաշտպանության նախարարության նախկին շենքը, որը գրվում էր աշտարակի խճուղում, որը շատ մեծ հուշեր ուներ հաղթանակի, չէ՞ որ բանակը երբ ստեղծվել է, այդ շենքում են ստեղծել, այդ շենքում են վարչություններ բացվել եւ այլն, անգամ իրենք այդ վերացրեցին, որը հիշողությունների հետ էր կապված։ Այս ինչ անում են 18 թվականից այս կողմ ի վեր ոչ մի հաղթանակ չի նշվել։ Իրենց դա ձեռ չի տալ, իրենք ծրագրավորված եկել են, որ քանդեն այդ ամենը։